Դրան խռմփոցը հաճախ նաև կատակների թեմա է դառնում շատերի համար, բայց հայտնի է, որ դա լուրջ ազդանշան է, հատկապես ապնոյի զարգացման հարցում, եւ գիտեմ, որ հատկապես սոմնոլոգներին շատ է անհանգստացնում դա։ Եկեք խոսենք դրա մասին եւ արդյոք պետք է մտահոգվել եւ երբ մտահոգվել։ Շատ այսպես ակտուալ հարց եք բարձրացնում, իրոք խռմփոցը շատ լավ ինչ որտեղ գործիք է, որով կարելի է հեշտ հայտնաբերել այդ անձանց։ Իհարկե, պարտադիր չէ, որ բոլոր խռմփացնողները պետք է դրատակ ունենան քնի ապնոյ, բայց մեծ մասը ունենում է տարբեր աստիճանների։ Մենք ունենք աստիճաններ, կա թեթև, միջին, ծանր աստիճանի։ Բնական է միջինն ու ծանրը ենթակա են միանշանակ շտկման, որովհետև ազդեցությունը շատ լուրջ է օրգանիզմի վրա։ Եվ խռմփոցը ոչ միայն տղամարդկանց է բնորոշ։ Ես ունեմ շատ խիզախ կին պացիենտներ, ովքեր գալիս են հենց այդ գանգատով եւ ասում են անկեղծորեն դրա մասին։ Շատ հաճախ ազդում են նաեւ իրենց սեռական կյանքի որակի վրա։ Միանշանակ, որովհետեւ քնի ապնոյն ինքնին հայտնի սեռական առողջությանը վնասող հիվանդություն է կամ վիճակ է, երբ առնվազն գոնե լիբիդոյի իջեցում նկատվում է շատ դեպքերում, նաև էրեկտիլ դիսֆունկցիա կարող է լինել շատ հանգիստ, երբեմն նույնիսկ միզային առողջության վրա է ազդում, ընդհանուր մինչև եթե շատ ծանր է օրինակ քնի էնուրեզի վիճակով, հա։ Այսինքն սեռական առողջությունը այստեղ տուժած է բավականին, իրենց մոտ քնի որակը շատ տուժած է, տեստոստերոնի սինթեզը շատ վատ վիճակում է, ինչպես խոսեցինք, հետևաբար դրա շտկումը սպասելի է, որ բերում է բարելավման եւ այդպես էլ կա